Աբրահամը այսպես էր մտածում. եթե Իսահակը մեռնի, Աստված նրան մեռելներից հարություն պիտի տա։ Սիրելի ընկերներ, այսօր ես կոչ եմ անում մեզանից յուրաքանչյուրին, որ այս խորը հավատքը մենք ունենանք մեր կյանքում։ Աբրահամը մտածեց այսպես. եթե անգամ Իսահակը մեռնի, մեկը Աստված նրան հարություն ա տալու։ Ես Իսահակի հետ բարձանում եմ Մորիայի լեռը եւ Իսահակի հետ էլ պետք է իջնեմ։ Աբրահամը այսպես էր մտածում։ Աստված նրան ասեց՝ տար Իսահակին Մորիայի լեռը զոհիր ինձ համար, եւ Աբրահամը իր սրտի մեջ մտածում էր, նա գիտեր մի բան, գիտեր ճշմարտությունը, որ Աստված հավատարիմ է։ Եթե Աստված խոստացել է մի բան, ուրեմն նա կանի մինչև վերջ։ Սիրելի ընկերս, երբ որ վերջանում են մեր մարդկային հնարավորությունները, ջանքերը, սկսվում են Աստծո հնարավորությունները։ Գուցե այսօր եկել է քո կյանքի մեջ մի իրավիճակ, որ դու ամեն ինչ փորձել ես, որ դու արել ես այն, ինչ որ պետք է անես։ Մի թուլացի, որովհետև հիմա ժամանակն է Աստծո գործելու։ Կա բաներ, որ մենք անում ենք ու պետք է անենք։ Եվ գուցե գալիս է մի իրավիճակ, որ մենք մտածում ենք դա վերջն է, արդեն սահմանն է, այլ ուրիշ անելու բան չունեմ։ Այո, երբ որ վերջանում են քո սահմանափակ հնարավորությունները, սկսվում են Աստծո անսահմանափակ հնարավորությունները, սկսվում են բացվել Աստծո սահմանները, որ վերջ չունեն։ Բայց գուցե Աստված թույլ է տվել քո կյանքի մեջ մի իրավիճակ, որ դու եթե աղոթելու ես, աղոթես, եթե պետք է փնտրես Աստծո երեսը, դու փնտրել ես եւ փնտրում ես, պետք է փնտրես շարունակ մինչև վերջ եւ Աստծո հնարավորությունները սկսվում են քո կյանքի մեջ։ Եթե ինչ-որ մի իրավիճակ կա քո կյանքում, որ դրանք մահացած են, անհույս վիճակներ են, հիշիր մի կարևոր ճշմարտություն, որ ամեն բան Աստված կարող է փոխել քո կյանքի մեջ։ Ամեն բան Աստված իրեն սիրողների համար պտտում է դեպի բարին։ Սիրելի ընկերս, այսօր քեզ քաջալերում եմ, ոգևորում եմ Աստծո խոսքի զորությամբ, որ դու զինվես հավատքով, չթուլանաս երբեք։ Աստված քո Իսահակին մեռելներից հարություն կտա, եթե անգամ Իսահակը մեռնի, որովհետև Աստված իրեն հուսացողներին երբեք ամոթով չի թողնում։ Սիրելիներս, Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեր մեջ եղած հավատքը ավելի ու ավելի թող կրկնապատկվի Տեր Հիսուսի զորավոր անունով։ Եղեք օրհնված եւ խոսեք ձեր իրավիճակների վրա եւ չմոռանաք այս կարևոր ճշմարտությունը։ Երբ որ վերջանում են քո հնարավորությունները, սկսվում են Աստծո հնարավորությունները, սկսվում են Աստծո գերբնական գործելաձևը, կերպը քո կյանքի մեջ։ Եղիր օրհնված եւ սպասիր հրաշքի քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ եւ քո շրջապատի մեջ։ Հիսուսի անունով։ Ամեն։